Տիկին Գալստյան ինձ հետաքրքիր է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գլխավոր դատախազություն։ Օրինակ, ընդդիմադիրները սովորաբար միշտ ակտիվ են ընդդիմադիրների դեպքում, այ ԿՊԱ-կան պաշտոնյաների դեպքում քանի ինչ-որ հայտարարում կասկածելի հանգամանքներ եք տեսել, որ ուղարկել է գլխավոր դատախազություն ուսումնասիրեն եւ համապատասխան արդեն վարույթի հարցը բարձրացնի։ Քնոջան շատ տարօրինակ էր առնվազն ձեր նախաբանը, հանձնաժողովը բոլորի մասով է ակտիվ, ընդ որում մենք նույնիսկ չենք էլ նայում ընդդիմադիրը, թե իշխող ուժի ներկայացուցիչ է, մենք եւ կուսակցության հետ կապված հաղորդումներ ենք ներկայացրել, հաշվի առնելով կուսակցությունների ստուգման արդյունքները եւ համայնքի ղեկավարների հետ կապված, հիմա այս պահին չեմ կարող ասել, բայց ոչ պակաս երևի քան ընդդիմադիրներից, եթե ոչ ավել։ Տիկին Գալստյան, Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառման հետ կապված, որտեղ մի սրբազան ու քեռակին էին, դրա հետ կապված դուք այսինքն ձեր հանձնաժողովը միայն կարողացավ հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ստատուս գրի եւ հետո էլի շարունակիր այդ բառապաշարը, արդյոք հանձնաժողովը չուներ այլ լծակներ։ Հանձնաժողովը իրավասու է կատարել այնինչ օրենքով է գրված, օրենքով գրված է, որ վարքագծի կանոնների խախտման դեպքում հանձնաժողովը հրապարակում է եզրակացություն, պաշտոնատար անձինք էլ պարտավոր են արձագանքել հրապարակային հայտարարության միջոցով, որևէ այլ արդյունք եւ մնացած քաղաքական պաշտոններին էլ է դա վերաբերում, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում եւ շահերի բախման եւ այլ սահմանափակումների առնչությամբ եւ վարքագծի կանոնների խախտման դեպքում որևէ այլ լծակ կամ պաշտոնական հրապարակում ներկայացնելը օրենքով նախատեսված չէ։ Այսինքն Տիկին Գալստյան, խախտեն, ներողություն խնդրեն, խախտեն, ներողություն։ Այդ վիճակն է փաստորեն։ Հարգելի գործընկերներ, օրենքները մենք չենք գրում, մենք կիրառող ենք, օրենքով ինչ սահմանված է, դա ասում ենք եւ պաշտոնատար անձը փոխեք։ Մի հատ նախաձեռնությամբ ասեք, սես չի կարելի։ Զգուշացնում ենք, եզրակացություն տալիս ենք, արդյունքում շարունակում են նույն վարքագիծը։ Ժողովուրդ ջան, պետք է մի հատ խիստ մոտեցում, ընդհանուր միջև քրեական վարույթ նախաձեռնվի։ Նախ քրեական վարույթը հանցակազմի արկայության պարագայում է նախաձեռնվում, եթե այդ հրապարակումներում լիներ քրեական վարույթ, անկախ մեր վարույթից, քրեականը պիտի զուգահեռ նախաձեռնվեր։ Մենք մերը կկասեցնեինք, քրեականը արդեն ուժի մեջ կլիներ։ Տեսեք, բայց այս դեպքում մենք տարեկան հաղորդումներով բազմիցս ներկայացրել ենք, որ քաղաքական պաշտոնների դեպքում պատասխանատվության այս միջոցները արդյունավետ չեն եւ գործնականում ստացվում է, որ հանձնաժողովը մի շարք գործառույթներ է իրականացնում, վարչական ռեսուրս է ծախսում, բայց պատասխանատվությունը բացառապես հանրային է։ Մենք սա բազմիցս ներկայացրել ենք, իհարկե նաև քննարկել ենք մեր միջազգային գործընկերների հետ, թե որը կլինի ճիշտ լուծումը, որովհետև օրինակ նախարարների վարչապետի դեպքում կարգապահական պատասխանատվությունը կարծում ենք ճիշտ չի լինի, բայց պետք է հասկանալ, թե ինչ լուծումներ կան, որ հնարավոր կլինի արդեն օրենսդրական փոփոխությունների համատեքստում քննարկել։ Եվ հետո դուք գործադիրից ձեր հանձնաժողովի նկատմամբ ինչ-որ ճնշումներ զգացիք, թե ոչ որ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել էիք ներողություն խնդրել։ Չենք զգացել։ Տիկին Գալստյան, դուք հիմա խոսքի մասին եք խոսում, բայց ակնհայտ են նաև խախտումներ հայտարարագրերի հետ կապված, այս առումով օրինակ կաշկանդվածություն չունի հանձնաժողովը իշխանության ներկայացուցիչների հետ կապված, դուք արդյոք այստեղ եւս խնդիրներ այդպես լավ բարձրաձայնում եք եւ իրենց ասում եք, եւ արդյոք իրենք ընդունում են սխալները իրենց։ Հայտարարագրերի հետ կապված արդեն պատասխանատվությունը հրապարակումը չէ, հայտարարագրերի հետ կապված վարչական եւ քրեական պատասխանատվություններ կան։ Մենք վարչական պատասխանատվություն շատ քիչ դեպքերում է, որ կիրառում ենք ու ընդ որում կապ չունի թե իշխանության ինչ ներկայացուցիչ է, բոլորի հետ կապված փորձում ենք կանխարգելիչ մանդատի շրջանակներում անձանց ավելի ուղղորդել, եթե մանր տեխնիկական խնդիրներ են, որպեսզի այդ մանր տեխնիկական սխալները ուղումների միջոցով իրականացվեն, հետո արդեն երբ որ մենք մի քանի անգամ կկրթենք իրազեկումները իրականացնենք, դրանից հետո միայն արդեն տույժեր են կիրառում։ Իսկ ինչ վերաբերում է քրեական պատասխանատվության, մենք որևէ կաշկանդվածություն չունենք, ցանկացած դեպքում, երբ որ հայտարարագրերի ուսումնասիրության ընթացքում առերևույթ հանցագործության տարրեր ենք տեսնում, հաղորդում ենք ներկայացնում գլխավոր դատախազությունը։ Մի քանի անուններ կնշեք, ում հետ կապված խնդիրներ եք տեսել։ Տեսեք, հաղորդումը հետո դառնում է քրեական վարույթ, նախաքննական գաղտնիք,
Ոստի այս պարագայում նույնիսկ այդ անձինք չգիտեմ, որ իրենց վերաբերյալ հանձնաժողովը հաղորդում է ներկայացրել, ոստի նախաքննության չխանգարելու պատճառով կարծում եմ նպատակահարմար չի այստեղ հրապարակային ելույթ ունենալը, երբ որ արդեն նախաձեռնված վարույթներ կլինեն, մենք էլ դատախազություններ կամ հակակոռուպցիոն կոմիտեն իր հերթին հանդես կգանք համապատասխան անուններով։